դասարանցիներ, մայրիկներ, հայրիկներ, տատիկներ, պապիկներ և բարեկամներ, ովքեր այսօր եկել են շնորհավորելու մեր 4-րդ դասարանցիներին իրենց կրտսեր դպրոցի ուսումնառության ավարտի կապակցությամբ։ Եթե հիշում եք 4 տարի առաջ, այս նույն բեմից, այսպես կանգնած, մենք բոլոր բալիկների անունները ընթերցեցինք և իրենք բարձրացան բեմ, առաջին անգամ ծանոթանալով իրենց ուսուցիչների հետ, իրար հետ, և էլի ես կանգնած էի այստեղ, Տիկին Մարինան մեր ծրագրի համակարգողին կողքն էր կանգնած և օգնում էր կապել իրենց շեմարանական փողկապները մեր սաներին, իսկ ուսուցիչները փակցնում էին կամ կախում էին իրենց վզից ինչ-որ տարբերանշան, որով պիտի հետո ճանաչեին, թե ովքեր են 121 խմբի սաները, ովքեր 122-ը և այդպես մինչև 125 խմբի սաները։ Ձեզ շնորհավորում եմ այս արդյունավետ 4 տարիների համար։ Գիտեք, առաջին դասարանի իրենց առաջին թեման ով ենք մենք վերնագիրն էր կրում, վերառարկայական, և այդ թեման նրա մասին է, որ մենք ձևավորում ենք միջավայրը, միջավայրը ձևավորում է մեզ։ Այսօր կարող ենք ասել, որ մենք միասին կարողացել ենք ձևավորել 5 միջավայր, 5 միկրոհամայնք աշակերտներով, սովորողներով, մեծ սովորողներով, մեր ուսուցիչներով, օգնականներով, բոլոր աշխատակիցներով, ովքեր ամեն ինչ արել են, որ երեխաները իրենց ճեմարանում զգան որպես տերեր, ճեմարանը որպես տուն ընկալեն, նրանք դա բառերով ասում են, հուսով ենք զգումել են ինչ են ասում, և ունեցանք 5 ծնողական համայնք, որտեղ յուրաքանչյուր ծնող իր կարողացածի և ցանկացածի չափով ներդրվել է, որպեսզի այդ համայնքը լինի հարմարավետ, այդ համայնքը լինի adekvat, այդ համայնքը լինի նպաստող ճեմարանի առաքելության իրականացմանը։ Ձեզ շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ, մենք իսկապես շատ խտացված կյանք ենք ստեղծում, այսպես ասած, որովհետև այնինչ տեղի է ունենում 6 տարեկանից մինչև 10 տարեկան երեխաների հետ, այդպիսի արագությամբ մեկ էլ երևի տեղի է ունենում ներարգանդային կյանքում,
երբ ամեն ինչ նոր է ստեղծվում։ Ես շնորհակալ եմ բոլորիդ այսօր այստեղ գտնվելու եւ մինչ այսօր 4 տարիների ընթացքում Ջերմանանի կողքին մեր սովորողներին կերտելու համար։ Եթե հիշում եք, մեր դահլիճը այդ օրը սեպտեմբերի 1-ին կիսով չափ լցված էր մեր սաներով, այսօր նրանք այդտեղը տվել են մեր ուսուցիչներին եւ իրենց ընտանիքի անդամներին։ Նրանք այսօր բեմից ելույթ են ունենալու ձեզ համար, որպեսզի տեսնեք ինչպես են ձևավորել իրենց միջավայրը եւ ինչպես է միջավայրը ձևավորել նրանց։ Տիկին Ռուզան, շնորհակալություն Տիկին Դիանա, ողջույն սիրելի Ջերմանական համայնք։ Այսօր սկսում ենք չորրորդների ավարտական միջոցառումը։ 4 տարի է անցել այն օրից, երբ կրտսեր փոքրիկ ջերմանականները իրենց ծնողների հետ առաջին անգամ այցելեցին կրտսեր դպրոց։ Եվ ահա եկել է այն օրը, երբ ամփոփում ենք այդ արկածներով, գեղեցիկ ու հիշարժան պահերով լի ճանապարհի կարևոր փուլերից մեկը։ Մեր միջոցառումը սկսում ենք գեղեցիկ համերգային ծրագրով եւ առաջինը ելույթ կունենան 424 խմբի սաները։ Իսպանական ֆլամենկո, բարի վայելում։ Լեհական պաշ, բեմում են 425 խմբի սաները։
Իսկ հիմա երեք կունենան 421 խմբի սաները, հունական պաշտ։ Եվ եկեք ես մեկ անգամ բացի ծափարենք մեր բոլոր սաներին։ Եվ անցնենք միջոցառման հաջորդ մասին։ Այս 4 տարիների ընթացքում միջազգային բակալավրիատի ծրագրի 6 վերառարկայական թեմաների ուղիներով անցած սաները դուրս են գալիս հաղթական, ավարտական շքերթի։ Շքերթի առաջատարն է, ով ենք մենքը, որ այս 4 տարիների ընթացքում չի դադարեցրել իր հետախուզական գործունեությունը, բացահայտելով մեր ով լինելը անգամ արձակուրդային օրերին։
մենք էլի, ով ենք մենք, վերջապես կասենք, թե ով ենք մենք։ Կներեք, կարելի է ես ասեմ, ես արդեն գիտեմ, թե ով ենք մենք։ Դե լավ, էլի Միքայել, նույն բան նորից ասելու կարիք կա, թե մենք գիտենք ով ենք մենք, էլի ինքներս մեզ բացահայտենք։ Հա, կրտսեր դպրոցում գիտեն, թե ով ենք մենք, բայց այ միջինը։ Այ այստեղ։ Ապա։ Մենք այն սերունդն ենք, որ գիտի ճեմարանում մեկ հարցից հետո հանգիստ նստել արդեն չի ստացվում, որովհետև գալիս է երկրորդ հարցը, հետո երրորդը։ Ուսուցիչը պատասխանում է, շատ լավ հարց, շատ հետաքրքիր հարց է։ Իսկ մենք արդեն հասկանում ենք, որ մեր հանգիստն ավարտվեց և շուտով կլսենք նաև, հիմնավորեք ձեր կարծիք։ Եվ այդ պահին բոլորս կամ մտածում ենք, կամ էլ ձևացնում ենք, որ մտածում ենք։ Բայց ուսուցիչը ժպտում է ու ասում, կփորձենք միասին հասկանալ, և մենք հասկանում ենք, որ դա նշանակում է, հիմա արդեն բոլորս ենք ներգրավված։ Փաստորեն մենք ոչ միայն պատասխաններ գտանք, այլ նաև սովորեցինք հարցեր տալ։ Եվ հարցերը երբեմն այնքան շատ են, որ նույնիսկ մենք ենք մոռանում, որն էր սկզբնականը։ Մենք այն սերունդն ենք, որ յուրացման աշխատանքները կատարում ենք ոչ թե հանգիստ, այլ ժամանակի հետ վազելու։ Մենք այն սերունդն ենք, որ խմբային աշխատանքները վերածում է ստեղծագործական քաոսի, բայց վերջում միշտ ինչ-որ բան հասցնում է։ Քաոսը մեր կողմն է։ Գրում է, մեկը նկարում է, մեկը քննարկում է և մեկը պարզապես վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք այն սերունդն ենք, որ դասից դուրս գալիս մի բան հաստատ գիտենք, որ հաջորդ դասն արդեն սպասում է։ Մենք այն սերունդն ենք, ով կրտսեր դպրոցում ներդրեց գնահատումը։ Մենք այն սերունդն ենք, ում վրա կգմսում փորձարկումներ արել։ Մենք այն սերունդն ենք, ովքեր կյանքի կոչեցին կամ էլ կյանքի զրկեցին նոր դասագրքերը։ Մենք այն սերունդն ենք, որ այդպես էլ չտեսան սագերի ու այծերի, ոտքերի ու գլուխների կապը։ Բայց փոխարեն սովորեցինք լուծել ավելի բարդ խնդիրներ։ Մենք այն սերունդն ենք, ովքեր ազգային արժեքներ ճեմարանից տուն ենք տանում։ Մենք ճեմարանի աղնուհացն ենք, ով գալիս է մեր տուն ճեմարան, բոլորին սիրով ընդունում ենք ու ճանապարհում։ Փաստորեն շատ լավ են հայտնավորված գիտենք, թե ով ենք մենք։ Դե ասեք, թող բոլորն իմանան ով ենք։ Մենք Շիրակաթու ճեմարանի 40-ամյակը տոնած յուրահատուկ հոբելյանական սերունդն ենք։ Եվ սա դեռ վերջ չէ, սա մեր պատմության սկիզբն է։
Իվան ես որ բերեց։ Վայ, էլի ճեմարանում ենք։ Հա էլի, պարոն Ալիխանյանը, տիկին Գայանեն, մեր ողողոջները, բոլորն այստեղ են։ Դե տրամաբանական է, չէ որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ճեմարան։ Նույնիսկ Google Maps-ն է ասում, դուք հասել եք տուն։ Վայ, երեխաներ, ինչի ժամանակին եք հայտնվել։ Դուք էլ կարող եք մասնակցել մեր շքերթին, բայց այդ ամենը պետք է լինի կարգ ու կանոնով։ Այնպես որ խնդրում եմ, վերադարձեք ետնաբեմ, սկսենք նորից։ Շքերթը շարունակում է, որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ վերառարկայական թեմայի պատմական հարուղիներով անցած և ժամանակի մեջ իշտ տեղն ամրագրած խումբը, որն ինչպես տեսավ, հայտնվեց ժամանակի մեքենայով։ Եկեք մի կարևոր հարց բարձենք, ժամանակել անտեղի չծախսենք։ Ախր էլի հարցեր։ Հարցեր ու էլի հարցեր։ Ախր մենք պատասխանների սերունդ ենք։ Դե հա, առաջի դասարանից սկսած մեզ հարցնում են, ինչու, ինչպես, որտեղ, երբ, իսկ եթե։ Օրինակ առաջին դասարանում ուսումնասիրեցինք նշաններ, ճանապարհային նշաններ, պետական նշաններ, խորհրդանշաններ, եւ մենք ունենք դասարանային 3 նշան։ Օրինակ, այս նշանը նշանակում է, որ ուզում ենք խոսել, այս նշանը նշանակում է, որ ուզում ենք դուրս գալ, այս նշանը նշանակում է, որ պետք է պահպանենք լռություն։ Եվ այս նշանները կրծել դպրոցում ճանաչում են բոլորը։ Ճիշտ եմ, չէ՞ ընկերներ։ Այո, ճիշտ է։ Բայց վերջում հասկացանք, որ ամենավտանգավոր նշանը օրագրում կանաչ գրիչով գրված նկատողությունն է։ Կամ երբ ուսուցիչը պարզապես նայում է մեզ, առանց խոսելու, դա արդեն գաղտնի նշան է։ Հետո տարբեր տներ ուսումնասիրեցինք կապված կլիմայի և շրջակա միջավայրի հետ։ Իմացանք, որ մարդիկ ամեն տեղ նույն տանը չեն ապրում։ Որտեղ ցուրտ է, տները ավելի փակ ու տաք են, որտեղ շոգ է, պատուհանները մեծ են, որ օդը լավ պտուղ է։ Իսկ Հայաստանում ամենատաք տեղը տատիկի տունն է, անկախ կլիմայից։ Ընդհանրապես հասկացանք, որ տունը միայն պատերով չի լինում, տունը այնտեղն է, որտեղ քեզ սպասում են։ Դրա համար էլ ճեմարան գնալուց թվում է, թե տնից տուն ենք գնում։ Մանավանդ, որ այստեղ էլ միշտ հարցնում են, կերել ես կամ հյուրացումները տարել ես։ Տանը մայրիկն է հարցնում, այստեղ ուսուցիչները, տարբերությունը շատ փոքր է։ Իսկ երբ հիվանդանում ենք, բոլորը միանգամից իմանում են, նույնիսկ ավելի արագ, քան դպրոցի Wi-Fi-ն է բռնում։ Տանն ասում են սենյակը հավաքի, իսկ ճեմարանում դասանց մաքուր պահի, տարակը դասարույր, փախուր չկա, կարգ ու կանոնը ամենտեղ մեզ գտնում է։ Դրա համար էլ հասկացանք, եթե միտեղ քեզ սիրում են, սովորեցնում են, երբեմն էլ նկատողություն են անում, դա արդեն իսկական տուն է։ Երկրորդ դասարանում արդեն մտածում ենք, ինչ իմաստ ունի կյանքը։ Իսկ երրորդ դասարանում հասկացանք ամենադժվար հարցն է, թե ով է օրվա պատասխանատու։ Լավ, դե եկեք հնչեցնենք գլխավոր հարցը։ Ո՞րն է աշխարհի ամենակարևոր գյուտը։ Իհարկե, հեռախոսը։ Ինչ հեռախոս համակարգիչը։ Ոչ հեռախոսը, ոչ համակարգիչը, արհեստական բանականություն։ Ոչ, Wi-Fi-ը հատկապես եւ որ գաղտնաբառը գիտենք։ Չէ, ամենակարևորը ընկերությունն է։
Ես կարծում եմ արձակուրդը դա մարդկության փրկությունն է։ Ոչ, ամենակարևոր բանը դա ճեմարանի կարգախոսն է։ Ճեմարանը։ Մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է։ Պատվասիկը հասկացար, պատունը որն է։ Հապա, գնում ենք տուն տանենք, գալիս ենք ճամար էլի տանք։ Տունը, թե ոնց կարելի է այդպես հացատանը սնվում ենք, Հետո երգում պարում ենք։ յոգայի դասին շնչում մեկ-մեկ էլ քնում ենք։ Հաշտության անկյունում հաշտվում ենք և հասկանում ենք իրար։ Բուժկետում պարկում բուժվում ենք։ Տնօրենի սենյակում էլ պատվի հարցեր են քննարկում։ Լուրջ դեմքով մտնում ենք, ժպիտով դուրս գալիս։ Հատուր նորից ոնց պիտի լինի։ Ընտանեկան ջերմություն կա։ Սիրող մարդիկ կան։ Իսկ ամենակարևոր մարդիկ, ովքեր հավատում են մեզ։ Գրում, տեղափոխվում ենք նոր տարածք, որտեղ ուսուցիչները ավելի շատ են, տարածքն էլ ավելի մեծ է։ Դասերն էլ ավելի շատ։ Յուրացումներն էլ ասում են փոքրիկ առաջադրանք է, բայց բացում ենք և տեսում ենք, որ դա փոքրիկ չէ, այս սերիալը մի քանի սեզոնով։ Եվ մինչև հասցնում են կատարել, հարևանները տեղյակ են լինում, կարծես կամավոր կերպով մասնակցել են դասին։ Նրանք էլ արդեն միացել են գործընթացին։ Նրանք էլ հանգիստ կարող են ճեմարանի դիպլոմ և պատվոգիր ստանալ, որովհետև մեզ հավասար յուրացում են անցնում ամբողջ ընտանիքով, առանց դասարան մտնելու։ Դե, շտապեք, ճամփորդները հավաքեք, միգրացիա են կատարում միջին դպրոց։ Սպասիր, Մարի, ինչ եք դնելու ճամփորդի մեջ, ինչ եք տանելու մեզ հետ միջին դպրոց։ Կարծում եմ, մեր ուսուցիչներին։ Շոտ եմ կորտելու նրանց։ Բայց ուսուցիչները մեր հետ չեն գա։ Դե լավ, ուրեմն կտանեմ մեր գիտելիքները, որակները, մանկական հմտությունները ու կտանեմ մեր անմոռանալի հիշողությունները։ Մեզ համար մի քիչ անորոշություն, մի քիչ հետաքրքրություն, մի քիչ էլ վախ։ Բայց շատ սպասումներ, որտեղ կլինեն նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։ Եվ նոր ճանապարհներ, որոնք նորից կբերեն մեզ այստեղ, մեր ճեմարան։
Բայց պատկերացնում ես ինչ կլինի, եթե ամեն մեկն իր ուզածով վերցնի։ Դե լավ, մի անհանգստացեք, երկիր մոլորակը բոլորից մասին էլ հոգ կտանի։ Բայց անհապաղությունը սենց դրանում է, որ մոլորակը կապրի, հարցն էլ հենց այն է, թե մենք կապրենք ռեսուրսներ ռեժիմի պայմաններում։ Ես հաստատ խնայողության ռեժիմի մեջ եմ ապրում։ Դա ինչպես։ Յուրացումներս կիսատ եմ անում։ Դա ինչ կապ ունի խնայողության հետ։ Դե թուղթ, թանակ, նյարդեր, սահմանափակ ռեսուրս է, չէ՞, պետք է խնայել։ Մենք էլ շատ խնայեցինք, մոլորակը պահպանելու մասին խոսեցինք, մեծ ու փոքրին խցան հավաքել սովորեցրին։ Էй բարեկամ, էր ռեստորանում աշխատող, ծանոթ, անծանոթ, հարևան, խցաններին հավաքում ու ինձ խցանահավաք թագավոր էին։ Բայց լավ է, չէ, խցաների հավաքական մեր թիմը շատ է ստացել հենց այդ բարի գործերի սրտիկները։ Ջուրն էլ խնայել սովորեցինք, կանեցիներին ջրից օրակն ամուր փակել տվեցինք, պապս էլ գլուխս շոյում էր ու ասում մյուսներին, թե տեսեք է, ես մի մատ երեխեն ոնց ջրի կաթոցները կտրեց։ Հա, խնայողության ռեժիմը լավ միացված է, ու եթե բոլորս մեկ պլաստիկ շիշպագազ օգտագործենք, աշխարհը կփոխվի, մենք էլ կփոխվենք, կարևորն անկարևորից տարբերել կսովորենք։ Այդպես էլ անում կազդացնում է, հետ վարվել, բայց արի ու տես, էլի դժգոհ է, հայրս ամեն պայի ասում է, թե իմ մեջ ոչ չի փոխվում, ախր ոնց բացատրեմ, որ դարձել եմ մոլորակը սիրող Իսկապես փոխվել ենք, թուղթն օգտագործում ենք երկկողմանի, տեսակավորում ենք, բայց դպրոցում այդպես էլ ամենաթանկը խնայել չսովորեցինք։ Էդ որն է դպրոցի ամենաթանկ ռեսուրսը, որ դեռ չենք էլ խնայել։ Ոնց չես հասկանում, ամենաթանկ ռեսուրսը ուսուցիչներն են։ Բայց ես գիտեի, թե ուսուցիչները վերականգնվող ռեսուրս են, օգտագործենք, ոնց հետո մեկ է, չես պատմում։ Ես հակառակը կասեի, շատ օգտագործել ես, նոր փայլ են ստանում։ Հոգեբաններին որ հարցնենք, հակառակը կասեն, թե այրվել են, էդ էներգիայի աղբյուր չունեն։ Բայց մի րոպե, ով ասաց, որ չենք խնայում, երբ ասում են ուշադիր լսեք, երկրորդ անգամ էլ չենք բացատրելու, բայց դե մեկ է, լսենք չլսենք, հարցեր չենք տալիս, բադախնայողություն, չէ։ Հա, ճիշտ է, ամենից հենց իրենց են խնայել, յուրացումները չեն կարել, որ լրացուցիչ ստուգումներ չունենան։ Այդ մարդկանց աչքի լույսն են խնայել։ Ես էլ եմ խնայում, երբ ուսուցիչն ասում են, ով գիտի, թող ձեռք բարձրացնի։ Ես էլ չեմ բարձրացնում, որ ավելորդ էներգիա չծախսվի։ Չեք խնայում էլի, օրինակ, առավոտյան դուրս են գալիս տնից նորմալ երեխաներ, իսկ վերջին դասից հետո վերամշակված դուրս են գալիս։ Բայց գիտեք, որն է Ջեմարանի ամենամեծ բնական աղետը։ Իհարկե գիտենք, Ջեմարանի ամենամեծ բնական աղետը սկսում է բուժկետից, բակի ժամանակ։ Բուժկետի դուռն էլ չի հասնում փակվել։ Վայ ընկերներ, ոտքս ցավում է։ Վայ գնդակով խփեցի գտիս, վայ քիթս։ Վայ, ոտքս թողեցի տակը։ Վայ, իսկական բնական աղետ։ Մոլորակն ավելի հեշտ է պահպանել ռեսուրսներով, քան 4 դասարանցիների բակի ժամին։ Լավ, հասկացանք, բոլորը մոլորակը տուն եք համարում, բնական ռեսուրսների խնայողության հարցում ընտրություն չեք անում։ Հիմա էլ խնայողության այս ռեժիմով միջին դպրոց մոլորակ են տեղափոխել։ Հա գնանք, բայց միջին, կրթեր, միջին, ավակ, մեկողամակարգը, չէ։ Այսպիսով, մենք խնայողության ռեժիմով տեղափոխվում ենք դեպի նոր միջավայր, բայց այնպես, որ չխախտենք հիմնական այգոհամակարգի հավասարակշռությունը։ Առաջ դեպի միջին դպրոց։ Եկեք։ Ոնց չեք հասկանում, միջին դպրոցում մեծ ֆուտբոլի դաշտ կա։ Սիրելի երեխաներ, իմ արմատները կրտսեր դպրոցում են։
Այնտեղ ես աճում եմ ավելի փարթամորեն եւ ավելի բարերար եմ հենց կրտսեր դպրոցի համար։ Իսկ դուք սիրելիներս, ձգվել դեպի վեր, ամրացրեք ձեր սողունը, ցնվեք, սնվեք, ամրապնդվեք հենց Ճեմարան Լուսատուի նոր ճառագայթներով եւ անցեք ձեր ուղին պայծառ ու լուսավոր միջավայրում։ Ես միայն կարող եմ ասել, առաջ դեպի միջին դպրոց։ Շքերթը շարունակում է, ինչպես է աշխատում աշխարհը, վերանարկայական թեմայի գիտական հայտնագործություններով անցած, լույսի և ձայնի արագությամբ տիեզերք ուսումնասիրած գյուտարար խումբը։ Վայ, սպասեք, մի քիչ վախենալու է հնչում։ Իսկ այդ միջին դպրոց կոչվող մոլորակում կյանք կա։ Թե այնտեղ միայն անհայտ ծագման տնային առաջադրանքները։ Ինչ եք ասում, լսել եմ այդ մոլորակում կյանքը եռում է, այնքան անելու գործ կա, որ շնչելու հոտ չի լինի։ Ամեն դասի մի նոր ուսուցիչ է գալու, պատկերացնում եք։ Ես էլ գիտեմ այդ Ասում են, այնտեղից հաճախ է հնչում։ Սա արդեն պիտի իմանայի։ Կամ սա դուք արդեն անցել եք։ Բայց ամենաշատը մտածում եմ ախր ինչպես ենք թողնելու մեր հարազատ դպրոցի կրտսեր մոլորակը։ Այստեղ ամեն անկյուն մերն է դարձել։ Մեր ջերմ դասասենյակը։ Մեր փոքրիկ սեղանները, մեր ամուգոտ դասընթացները, Այստեղ ամեն սեղան ու աթոռ մեր անունով է։ Ուրիշ մոլորակում մենք ո՞նց հարմարվենք, բավար մոլորվենք մեծ միջանցքներում։ բավոր այնտեղ մեզ սիրեն մեր թերություններով, չընդունեն մեր չարաճճիությունների ու բակթողումների հետ միասին։ Բավոր այնտեղ ոչ ոք չասի, ոչինչ, հաջորդ անգամ ավելի լավ կստացվի։ Բավոր այն մոլորակում ֆուտբոլի դաս չլինի, կամ էլ փոքր լինի ֆուտբոլի դասը, կամ էլ բարձր դասարանցիները մեր գնդակը վերցեն և մեզ չթողնեն ֆուտբոլ խաղալ։ Կամ դասամիջոցները շատ կարճ լինեն։ Բավոր ճաշարանում մեր սիրելի ճաշերը չլինեն։ Ով է մեզ համար տաք թե ու կակաո լցնելու, ով է բուլկին հավասար կիսելու, ով է գազերն ու խնձորեն պես սիրուն կտրատելու, որ հաճիկով ուտեն։ Բա ով է մեր ատեղի դնդվոցներն ու լացուկոցերին ականջ դնելու։ Բա որ այդ մոլորակում այսպեսի ջերմ, բուժկետ ու հոգատար բուժկույտ չլինի, որտեղ նույնիսկ փոքր քերծվածից հետո այնպես եմ խնամում քեզ, ասես իսկական տիեզերը գնաց լինեիր։ Ու երբ ասում են կլորակ, ոչինչ, հիմա կանցնի, իսկապես թվում էր, թե ամեն ինչ անցավ։ Բա որ այնտեղ մեր հարցերին այսքան համբերությամբ պատասխանող չլինի։ Որովհետև խոստովանենք, մենք երբեմն այնքան հարցեր ենք տալիս, որ նույնիսկ Google-ը կհոգնել։ Մեր ուսուցիչները մեզ հասկանում են, նույնիսկ առանց խոսքերի, նայում էին մեզ և արդեն գիտեն, դասը սովորել է, թե… Երբ մենք տխուր էինք, նրանք նկատում էին։ Երբ ուրախ ենք, մեզ հետ ուրախանում ենք։ Երբ սխալվում ենք, բարկանալու փոխարեն սովորեցնում ենք
կրկին փորձել կան բարկանում էին։ Եվ մենք հասկացանք, որ ամենակարևորն այն էր, որ այստեղ մեզ հավատացին։ Մեզ սովորեցրեցին, որ չփորձելը ամոթ է, իսկ փորձելը և սխալվելը ամոթ չէ։ Մեզ սովորեցին, որ գիտելիքը մեծ ուժ է, բայց բարի սիրտը ավելի մեծ ուժ։ Ու հիմա, երբ պատրաստվում ենք նոր ճանապարհի, մի քիչ ուրախ ենք, մի քիչ տխուր, մի քիչ անհանգիստ, մի քիչ գիստ։ Իսկ ամենակարևորը, շնորհակալ, մեր սրտի կրտսեր մոլորակ։ Ես մտածեցի, քանի որ մենք համարձակ ճեմարանականներ ենք, գնանք միջին դպրոց։ Լավ չլինի, հետ կգանք մեր հարազատ 4-րդ դասարան։ Ոչ, սիրելիներս, այսօր ձեր բոլոր ճանապարհները տանում են միջին դպրոց։ Կազմակերպված և ինքնուրույն թիմը։ Դե ինչ, արդեն հասկացանք, ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ ենք անելու, ինչ ենք մտածելու, իսկ հիմա ժամանակն է ինքնակազմակերպվելու։ Դե դա մենք կարող ենք, մենք այնքան կազմակերպված ենք, որ նույնիսկ երբ մեզ դեռ չեն ասում ինչ անել, մենք արդեն կատարած ենք լինում։ Մենք այնքան կազմակերպված ենք, որ մեզանից յուրաքանչյուրին թվում է, թե ինքն ամենաճիշտը և իր ասածը ամենակարևորը։ Այնքան կազմակերպված ենք, որ երբ մեկը վնասվում է, ամբողջ խմբով ուղեկցում ենք բուժկետ, այնպես, որ ասեղ գցելու տեղ էլ չի լինում։ Մենք այնքան կազմակերպված ենք, որ խոհանոցի աշխատակիցները միանում են մեր ինքնասպասարկմամբ։ Մենք այնքան կազմակերպված խումբ ենք, որ միշտ տիկին Հայկուհու և տիկին Իռայի գալը նշում ենք բացականները և նախապես հավաքում ենք տետրերը։ Մենք այնքան կազմակերպված ենք, որ բարի դասին ինքներս ենք պարորինում և ով ոնց ուզում պարում են։ Դե լավ, հերիք գլուխ կողենք, եկեք հիշենք մի քանի դրվագ մեր ուսումնական առօրյայից։ Դրվագ համար 1, երբ ուսուցիչը սկսում է դասը, մեկ էլ պարզվում է։ Կներեք, ես գրիչ ունեմ, բայց չի գրում։ Ես տետրս տանն եմ թողել, որտեղ գրեմ։ Ես ամենավոր արդեն վաղուց կատարել եմ։ Ես ամեն ինչ ունեմ, ուղղակի չգիտեմ ինչ գրեմ։ Եվ այսպես ուրախ զվարթ էլ անցնում են մեր դասերը։ Դրվագ համար 2, իսկ հիմա եկեք տեսնենք ինչ է ստացվում, երբ որ բաժանում են խմբերի համագործակցելով աշխատելու համար։ Ինձ մոտ ղեկավարելը լավ է ստացվում, ես կլինեմ խմբի առաջնորդը։ Ես էլ պակաս ղեկավար չեմ։
Գիտեք, թե ոնց են ղեկավարում իմ եղբորն ու քույրիկին։ Եկեք մրցենք, ով հաղթի, նա էլ կղեկավարի։ Բարև ձեզ երեխաներ։ Պատրաստ եք հետազոտելու։ Այո, իհարկե։ Ես գնամ նյութերը բերելու ու ալկը կապել Հիմա հասկացաք, թե ով է իսկական ղեկավարը։ Դրվագ համար 3, եկեք ինքնուրույն մի բան մտածենք ու կազմակերպենք։ Ինքնուրույն, իսկ որն է դա, ինչ նկատի ունես։ Չգիտես, Արևիկ, դա ինքնուրույնությունը դա ժամանակին հանգստանալն է, դասերի ավարտը ժամանակին ազդարարելը, դասերը երթուղում կատարելը և ամենակարևորը, ինչպես ենք ուշանում դասից առանց ուշանալու զգացողության։ Ահա սա է իրական ինքնուրույնությունը։ Գրիգոր, լրջացի, հա, մտածեցի, եկեք որոշում կայացնել, գնանք միջին դպրոց։ Թե ուրեմն եկեք մի կազմակերպություն բացենք, բայց որը կլինի մեր նպատակը։ Եկեք մի ծրագիր կազմենք, ու նպատակը կլինի տեղափոխվել միջին դպրոց։ Իսկ կարգախոսը ինչ դնենք։ Հա, հիշում եք, առաջին դասարանում զատիկների խումբն Հա, հիշում ենք, ոնց չենք հիշում։ Զատիկները մեծացան, լայնախոհ ու գիտակներ դարձան։ Դրվագ համար 4։ Ընկերներ, հիշում եք, մի անգամ երբ ուսուցիչը հարցրեց, ինչու դու ուշացա, ես պատասխանեցի, որ իմ մայրիկը հիվանդանոցում է։ Հա, հիշում եմ, որ հաջորդ օրն էլ նույն հարցին, թե ինչպես է մայրիկդ, ասացի, որ լավ է, նա հիվանդանոցում է աշխատում։ Ընկերներ, ես այդպես էլ չհասկացա, եթե մեր ուսուցիչները մեզ 4 տարի սովորեցրել են խոսել, ինչու են ամեն անգամ մեզ լռեցնում, արի ու մի խենթացիր։ Ընկերներ, ինչ է կարդում, որն է մեր անցած ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումը։ Կա մի բան, որպես իսկապես կազմակերպում է։ Դա ոչ օրագիրն է, ոչ ժամացույցը, ոչ էլ օրվա պլանավորումը։ Դա մեր ընկերությունն է։ Մենք սովորեցինք ոչ միայն գիտելիք ստանալ, այլ նաև իրար հասկանալ, օգնել և միասին առաջ գնալ։ Մենք սովորեցինք, եթե ամեն ինչ նույնիսկ խառն է թվում, միասին հնարավոր է դառնում։ Մենք սովորեցինք քաոսից ստեղծել կարգ, ծիծաղից ուժ և մտերմությունից իսկական ընկերություն։ Եվ հենց դա է մեր կազմակերպության կարգախոսը։ Դե ինչ 421 ու առաջ դեպի միջին դպրոց։ Եկեք մեզ շքերտի բոլոր մասնակիցներին ավելի բարձր ծափարել։ Խոսեցինք 5 կարևոր վերառարկայական թեմաներից և հասավ պահը ամփոփելու ամենակարևորը, ազգայինը, այսինքն ինքնության թեման, ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում։ Իսկ ինչպես եթե ոչ միասնական բարի միջոցով և այն էլ ինչ պար, թող դարեր անցնեն, պատմությամբ լեցում, Քոչարին մեջն է, մեր արյան մեջ է, այն հաղթանակի կանչն է անսասան, հավերժության պարն է մեր հայկական, և մեր միասնական թիմը պարում է հայկական, ավանդական, հզոր Քոչարին։
այս։ Ուզում եմ ծափարել մեր ուսուցիչներին, մեր աշխատակիցներին, որոնք ոչ պակասված են այսօր, քանի որ շատ մեծ է նրանց ներդրումը բարեկեցիկ ուսումնական միջավայր ստեղծելու, ապահովելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող ենք կարասել մեր տեղերը։ Հիմա հրավիրում ենք ձեր ուշադրությունը էկրանին։ Հուսով եմ մեր սաների պատրաստած տեսանյութերը ձեզ շատ դուր կգան։ Սիրով։ Բայց ինչքան որքան ֆինանսական վնասների պատճառը, լավ նշեմ հավակնությունը դրանց պատճառած, այլ աշխատանք, ուստի չեմ որքան ֆինանսական ծախսերը։ Դրանից ո՞րը ամենաշատը հիշում։ Ամենաշատը հիշում եմ աղջիկներին։ Ինքնոքետ լավն իրենց հիշում։ What do you think? Can we tell English without guesswork? I think yes, you are well prepared and you can easily share your thoughts, your ideas to our guests. Որոնց սիրելի ուսուցիչներ, ինչու են այս կանոնչերով դասարանցիներ տարբերում։ Նշեք մեկ առանձնահատկություն։ Առավել նախաձեռնող է ինքնուրույն, շատ հաճելի է համագործակցել նրանց հետ։ Այս տարվա չորրորդ դասարանցիները յուրահատուկ են իրենց անկեղծությամբ և ազատ մտածելակերպով։ Հետազոտող են, հետաքրքրասեր և ինքնուրույն։ Նրանց հետ շփումը ստեղծագործական պրոցեսի է նման։ Շատ իրենց գաղափարներով յուրաքանչյուր նախաձեռնություն դարձրեցին ավելի գունեղ ու հետաքրքիր։ Կարողացան մեզ գտնել ամենուր նույնիսկ տաղավարում եւ տիտիկներն ինձ ասել են նաեւ, որ չորրորդ դասարանցիները կարողանում են լավագույնս արժևորել իրենց շուրջ գտնվող մարդկանց։ Ես իրենց հետ աշխատելու շատ հաճելի եմ։ Քիչ աղմուկոտ էին այս տարի։ Այս տեղը ինձ համար շատ ավելի խենթ էր։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի հարց տալ։ Երբ եք ամենաշատը մեզ հիշում։ Երբ հիշում եք Ազիզ ջան, որ դուք դարձեք անում եւ եզանից ասել շնորհակալ եք, մենք էլ շատ սիրով ընդունում ենք ձեր շնորհակալությունը եւ այս րոպեին սիրում ձեզ։ Ինչով են յուրահատուկ այս տարվա չորրորդ դասարանցիները։ Նշեք մեկ առանձնահատկություն։ Ինձ համար այս տարվա չորրորդ դասարանցիների տարբերվող առանձնահատկությունն է, որ իրենք շատ գրագետ էին տեխնոլոգիաների հետ աշխատում, շատ инклюзивны. Освоиться или фразеологизмом вы опишите 4 классников. Наши ученики работают, не покладая рук. Вы все работали, засучив рукава. Этого года вы все-таки, большая часть из вас так и поняли, что горько учение в корень, но плод его очень сладок. Наши четвероклассники пальчики оближешь. Да, золотыми руками сделали поделки. Ինչ հետաքրքիր հարցեր եք համեր։ Այդքան քանի սան եք, 15։ Կարդացել եք գրքեր։ Ես գիտեմ, տեղեկացված եմ, գիտեմ, որ դուք 15 եւ այնինչ հաստատող գրքեր կարդացել եք, ճիշտ է։ Հրաշալի է։ Իմացաք քանի գիրք եք կարդացել։ Իսկ քանի եք վերադարձել։ Քանի գիրք չեք վերադարձել։ Քանի գիրք չեք վերադարձել։ Այդպես դուք ասել։ Երրորդ դասարանի մի գիրք չեք վերադարձել, բայց հետո հիշել եք եւ վերադարձել եք։ Ինչ եք կարծում, առանց գրծերում ինչքան ամեն միջոցառում։ Սիրելիներս, ինչպես Պավլո Պիկասոն է ասում, անփոխարինելի մարդիկ չկա։ Կամ չկրկնվող մարդիկ։ Կարծում եմ միջոցառումների կպակասի 9 ամբողջ
ստեղծագործական ձեռագիրը։ Եվ վերջապես ժպիտս։ Վերջորդների մասնախմբում, որ համեմունքն է ամենաշատը և որ համեմունքն է պակաս։ Ամենաշատը կասեի քաղցրությունը, որտեղ բոլորդ շատ լավն եք, մեզ համար բոլորիդ շատ սիրում եք։ Պակաս բաները ոչինչ կլրացնեն, չասեմ են պակաս ոչ մի բան։ Մենք ցանկանում ենք, որ հինգերորդ դասարանում լավ սովորեք, լավ գնահատականներ ստանաք, ափսոսություն եք, Ձեր հայրենիքին լավ պաշտպաններ լինեք, երեխաներ ջան, լավ մարդ լինեք, ամենակարևորը մեծակարող։ Իրանային չորրորդ գտակ մեզ չորրորդներից միջին դպրոցում ավելի քիչ զեկուցագրեր գրելու համար։ Խորհուրդ տամ լինեք ավելի կարգապահ։ Մեզ հետ է հեշտ աշխատել, թե մեր ծնողների։ Ձեզ է։ Երեք անիմաց պատճառ, որոնցով այս տարի անվստահ։ Կապում խավի ժամանակ ցավեցնում եք ձեր ոտքը ու վազելով գալիս ասում եք, որ ցավեցրել եք, հետո նույն ձևով վազելով եք գնում կարողացել։ Կարծած դպրոց եք գալիս, որովայնի ցավ եք նշում, այնիշ պետք է տանը նախաճաշել նոր գալ։ Մատիկով փորում եք ձերքին, թե որից անհուսություն է լինում և գալիս եք, քանի անհուսություն ունեք։ Ինչ կարգի տնտեսական ֆինանսներ են պատճառել դպրոցում։ Ովքեր են դուք։ Ճիշտն ասած ոչ մի բանի վնասը չեք պատճառել, քանի որ դուք երեխաներ եք, ուղղակի խաղացել եք, եթե պատահական ինչ-որ բան կոտրվում է, դրանք ոչինչ, բայց եթե դիտմամբ ինչ-որ բաներ եք անում, այդ էլ լավ չի։ Լավ է։ Ֆրենչը կփոխվի կրծել դպրոցում մեր գնալուց հետո։ Մենք ձեզ շատ կկարոտենք և բացի դա այնինչ ունեցել ենք ձեզ հետ միասին այս 4 տարիների ընթացքում կփորձենք մյուս սաների հետ իրականացնել այն բոլոր խորհուրդները, առաջարկները, ձեզ հետ ունեցած փորձառությունը։ Շնորհակալություն։ Եվ ևս մեկ հարց, ինչպես կբնութագրեք չորրորդներին մեկ բառով։ Գիշերքան։ Մարդին անգամից խենթ եկավ։ Ձեր կարծիքով տիկնուեն։ Ստեղծագործ։ Շնորհակալություն, իսկ Աշկիր։ Դե ամեն սերունդի հետ, ճիշտ ասած, բխրությունը այսպես առաջանում է և երեխաները գնում են, ես ուղղատեսի ժամանակ ձեր շատ եմ կախվում։ Եվ յուրաքանչյուրի մտքերը, գաղափարները ինձ տանում են հարազատի, ձեր գնալուց հետո իհարկե նեղտում Ձեր գնալուց հետո մի հատուկ կբայտարկվի, ակտիվությունը, աշխուժությունը կպակասի, ու ձեր խաղերը, որտեղ դժվար անցնում էին և հերթական ընկներիք վերսելիա, դրանք կդատարկվեն ու մենք ձեզ կարոտենք ու շատ մեծ ուրախության կսպասենք ձեզ կրծել դպրոցում արդեն կգա մեզ հյուր։ Իմ կարծիքով փոխվելու է էներգիան, այն էներգիան, որ դուք տալիս եք ուսուցիչներին, այն ժպիտները, այն սերը, որ ստանում են ձեզնից, փոխվելու է ուղղակի ուրիշ սերնդի մեջ է հայտնվելու, բայց ես վստահ եմ, որ դուք եք մեկ էներգիա գնալեք միջին դպրոց ու ձեր ժպիտով սերը վարակեք այդ դպրոցում ձեզ հաջողից կա։ Դուք կարողացեք շտկել երեխաների դիսկրացիա, իսկ ճանաչողական ցույցացնելը Իհարկե կարող ենք շտկել, որովհետև այդ աշխատանքները մենք սկսել էինք դեռևս 4-րդ դասարանից և այնքան աշակերտները հավանեցին մեր խաղերը, որ մենք համատեղ կարողացանք ունենալ մեծ արդյունքներ։ Կարծում եմ, որ համատեղ ուժերով կարող ենք շատ ավելի մեծ դժվարություններ հաղթահարել։ Դե եթե սիրելիներս այդքան բանը կարողացաք ասել, ուրեմն ամեն ինչ միասին հաղթահարել ենք։ Եվ ուզում եք ձեզ մաղթել հաջողություններ միջին դպրոցում։ Հետո ուժերով մոտ ենք համարում և նրանց ամենաթիրակային հետաքրքրությունը դարձեք համարում։ Սկզբում ասել ամենաուժեղը հետկանար դեպքերին։ Ես կարծում եմ, որ չորրորդների այսպես ամենահետաքրքիր վարությունը դասավանդածներն են,
որոշ փոխադրելիս կապանալված շախմատ ինչպես դպրոցում ասում ենք, իսկ ամենահայտնի խանութ իրականին ասա, որ սիլվանացաշարային հանդես կա և բուրը ամացաներին դրսեցնում են դրսեցնների ընթացքում։ Լավագույն կողմը չորորդների դա է, որ արդեն իրանք հասուն և հասուն անհատականություններ են և իրենց նկարներն են, իրենց նմանվում ազատ են, մեկ նույնիսկ ես են չեմ տարբերում ինչ եք նկարել, բայց ամենայն դեպս այդ ամենը վարդահայտում եք ձեր առանձնահատկություններն ու անհատականությունները։ Իսկ լավագույն բան կարելի ասել նաև որ ստացվում է շատ հավերաժ և սկզբունքայնորեն բարձր ձայնով գորգորալը։ Հետո հրաժարվում հետո դրանը շատ ամենախ կնքով։ Չորորդների մոտ շատ լավ ստացվում է հարվածային գործիքներով նվագելը և միասնական երգեցողությունը։ Կարծիքով բոլոր չորորդները, եթե դրությամբ մի բառով, խելացի ռոբոտներ են ու և նույնիսկ մեկ-մեկ ինձնից արագ են նկատում։ Չորորդների մոտ ամենալավենը, որ իրանք համախմբված են բոլորով։ Բայց այնց աչքը թեքեցի, իրանք մտնում են համակարգչային պատեր, որը գիտեն, որ չի կարելի։ Մեր չորորդները համարձակ իրենց կարծիքը քաղաքանում նախահայտել, ինչը շատ գովելի է, ինչ որտեղ մեր համար նաև օրինակելի է հաշտարնել մեր ժամանակվա մեր արտահայտվել ինչ-որ կարողություններ կամ մեր մտածելաձևն են ժամանակ, շատ ապրեք, թիրախային մասով եք, ինչը ձեզ հետաքրքրում ու կրավարեք իր հաշտարնել, դա շատ կարևոր։ Նույն այդ համարձակության հետ կապունեցանում։ Չորորդները շատ համախմբված կարողանում են այդպես ժամանակ ախորգել և ծովափայտերից, սարեգրալիջու, բայց որպես թիրախայկով մասին, որ շատ բարել երկան են որում մեծամոլությունը, ծույգում բարել, հատկապես երկով բարել զանչել։ Ես եմ կավելացնեմ, որ չորորդները շատ ճարպիկ և ճկում են, չնայած մնացած ընդունությունները զարգացված, իսկ թիրախային կողմը կարող կավելացնեմ երևի ֆուտբոլը, որ շատ իրանք սիրում են և միշտ խաղում։ Եթե ձևավորեք չորրորդ դասարանցիներին, ինչպիսին կլինեցնեք։ Կարծում եմ չորրորդ դասարանցին արդեն բավականին հասուն է ու որոշ չափով ինքն կարող է իր գործը ձևավորել։ Ես անպայման կլսեմ ձեր կարծիքը և կուղորդեմ ավելի հասուն կերպար ստանալու համար, ավելի գեղեցիկ կերպար ստանալու համար։ Աշական բառով, որ ընդհանրեք ձեր կուղը։ Սիրելիներ, փոխականներ, հետաքրքրասերիկներ, գանձողներ, նախաձեռնող սրտիկներ։ Լսել ձեր ամենակարևոր խորհուրդը, ինչ կմաղթեք մեզ որպես միջին դպրոցի նոր սաներ։ Պարոն Ալիխանյան, սիրով ձեզ բեմ ենք հրավիրում և խոսքը ձեզ ենք փոխանցում։ Շիրակացու ջերմանանի տնօրեն Աշոտ Ալիխանյան, սիրով։ Իհարկե առաջին հերթին ուզում եմ սրտոն շնորհավորեմ մեզ բոլորիս, մեր սիրելի բալիկներին կրսեր դպրոցը ավարտելու կապակցությամբ։ Ուզում եմ ջերմ ողջունենք իրենց և ցանկանանք, որ իրենք սեպտեմբերի 1-ին շարունակեն իրենց սկսած աշխատանքը, շարունակեն նույն ավյունով, ինչպեսիք մենք այսօր տեսանք, նույն հաջողություններով
գրանցելով եւ մնացածը կասեմ սեպտեմբերի 1-ին իհարկե եկեք շնորհավորենք միակ ծափահարենք Երկրորդը ուզում եմ որ մենք ամենաջերմ ծափահարություններով կրկին այսօր արդեն մենք ծափահարեցինք մեր շնորհակալությունը հայտնեցինք այս անգամ կրկին ավելի բոցավառ ձևով մեր շնորհակալությունը հայտնենք մեր կրսեր դպրոցի բոլոր ուսուցիչներին, բոլոր աշխատողներին Պիտին գանային գլխավորությամբ շնորհակալություն ձեզ իմ սիրելի գործընկերներ Եվ ձեզ բարիքներ ջան, դուք պատահական չէ, որ մենք ասում ենք դուք արդեն մեծ եք Այստեղ միջին դպրոցում ճիշտ է որոշել է որ սեպտեմբերի 1-ին ասեմ, բայց միտք ասեմ ձեզ Այստեղ արդեն ոչ ոք ձեր թաթիկները բռնակ չի տանել որ սենյակից սենյակ չգիտեմ հացատնից բակից դասարան եւ այլն այստեղ դուք լրիվ ինքնուրույնություն եք ստանում լրիվ ազատություն բայց ինքնուրույնություն ազատությունը եւ այդ պատասխանատվությունը այն պատասխանատվության շրջանակներում ուշադիր լսեք այն պատասխանատվության շրջանակներում որոնք արդեն որոշված են ճեմարանում որտեղ մենք մի մեծ ընտանիք ենք մենք բոլորս հավասար ենք դուք հենց առաջին օրվանից դա կզգաք այստեղ բայց յուրաքանչյուրս մեր պատասխանատվության շրջանակներում եւ երբեք չենք հանդուրժում եթե մեկը իր շրջանակներից անցում է հատկապես եթե ինքը խախտումներ է անում եթե հատկապես եթե ինքը դա մտածված է անում մենք անպայման պատասխանատվության ենք ենթարկվում այդպիսի դեպքերում որտեղ բոլորս մեր ընտանիքում պետք է լինենք հավասար այդ անպայման պետք է հիշել Դա մեր ամենակարևոր սկզբունքներից մեկն է ճեմարանում Եվ իհարկե, եթե այդ ամենը բոլորը կատարեն, դուք անպայման կդառնաք արդեն իսկական ճեմանականներ, բայց անպայման կդառնաք իսկական քաղաքացիներ, իսկական մտավորականներ, այնպիսի, ինչպիսին մեր հայրենիքը մեծ պահանջ ունի այսօր, եւ դուք եք առաջնորդելու։ Եվ շտապ աթերիկը Չկան մեր միջին դպրոցի տնօրեն, այսօր շատ զբաղված էր ինքը, ափսոս։ Ոչինչ, ինքը սեպտեմբերի 1-ին իր ասելիքը կասի Տիկին Գայանե։ Դե, սիրելի ծնողներ, ձեր բոլորի աչքը դուրս են, մեր բոլորի աչքը դուրս են։ Թող մեր բարիքները առողջ ելնեն, ամենակարևորը։ Հաջողակ լինեն կյանքում, երջանիկ լինեն, այդ բոլորը արդեն մեզանից է կախված, իրենցից է կախված, եւ մենք միշտ այնքան ուժ երանք մեր մեջ գտնենք, որ միշտ ճիշտ առաջնորդենք իրենց։ Երկին շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն պարոն Ալիխանյան, շնորհակալություն։ Հիմա պետք է խնդրեմ էլի ծափողություններով բեմ հրավիրենք այսօրվա միջոցառման գլխավոր հերոս Սիրով 421 խումբ 422 խումբ
կանգնեք եւ արագ մտքով բաժանվում ենք 1 եւ 2 թվերի։ Ուշադրություն, ձեռք են բարձրացնում 1 թվերը։ Շնորհակալություն։ Իսկ հիմա հրահանգով 2 թվերը 1 քայլ գալիս են դեպի աջ, դեպի ինձ։ Ուշադրություն։ Հետ հաշվարկով 3, 2, 1։ Կեցեք, ծափարենք մեր երեխաներին։ Սիրով բեմ եմ ուզում հրավիրել այս հրաշալի խմբերի մանկավարժներին եւ այսպես 421 խումբ, ավագ մանկավարժ Հայկու Հիկոլորյան, մանկավարժ Իրա Հովանեսյան, 422 խումբ, ավագ մանկավարժ Լուսինե Գևորգյան, մանկավարժ Հայկու Դողոյան, 423 խումբ, ավագ մանկավարժ Գոհար Սարգսյան, մանկավարժ Մարիամ Գրիգորյան, 424 խումբ, ավագ մանկավարժ Արմինե Ազիզյան, մանկավարժ Դիանա Եղիբարյան, 425 խումբ, ավագ մանկավարժ Լուսինե Եղիբարյան, մանկավարժ Արմինե Գրիգորյան, 426 ավարտական երգը չեղծելու համար սիրով բեմ եմ հրավիրում պարուսույց Արփի Ստեփանյանին, երաժշտության ուսուցչուհի Մարիամա Սաֆարյանին, մեր դիզայներ Ելենա Ղազարյանին, շնորհակալություն մեր հնչյունային ռեժիսոր Լիոնա Հովասարյանին, տեսանյութերի պատասխանատու Անահիտ Ասատրյանին եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ուզում են ավարտական երգի ժամանակ բեմում երեխաների հետ լինել։ Սիրով համեցեք։ Իսկ ինչ, եթե պատրաստ եք ավարտական երգի, Տիկին Իլոնա գնացինք։ Thank
կլասի 4-րդներ, այս պահից սկսած դուք 5-րդցիներ եք։ Դուք արդեն միջին դպրոցականներ եք։ Այս բեմից հենց իջնեք, դառնալու եք միջին դպրոցականներ։ Ձեզ շնորհավորում եմ, շնորհակալություն գեղեցիկ ցերեկույթի համար։ Երբ ձեզ ծնողներին ու մեր ուսուցիչներին շնորհավորում էի միջոցառման սկզբում, դուք բեմի ետևի մասում էիք եւ պատրաստվում էիք միջոցառմանը։ Ձեզ իսկապես բարի երթ եմ մաղթում միջին դպրոց եւ ուզում եմ մի բան շատ լավ հիշեք։ Մենք ուրախանանք ձեր բարի արարքների, լավ արարքների, ուսումնական եւ մարդկային ձեռքբերումների համար եւ կտխրենք ինչ որ չստացված իրադարձությունների կամ ինչ-որ վատ արարքների համար։ Եթե դուք ուզենաք, որ կրսել դպրոցը միշտ ուրախ լինի, ուրեմն պետք է միշտ բարի արարքներ անեք, լավ արարքներ անեք։ Մենք շատ սպասում ենք ձեր մասին լավ խոսքերի, շատ սպասում ենք հիացական, այսպես շնորհակալական խոսքերի, որ կհնչեն ձեր համար, ու մենք էլ դրանից ավելի կփառավորվենք, կհպարտանանք ու կողքեվորվենք ու նոր բալիկների ավելի մեծ ուժով կկրթենք, ավելի մեծ հպարտությամբ եւ ավելի մեծ խանդավառությամբ։ Միայն մի խնդրանք եւս ունեմ, դուք միջին դպրոցում նոր ընկերներ եք ունենալու, կհիշեք չէ այն որակը, որը պետք է լինելու ձեզ իրենց ընդունելու համար։ Այո, ձեզանից պահանջվելու է լայնախոհություն, որովհետև միջին դպրոցն է ձեր նկատմամբ լայնախոհ լինելու։ Ձեր նոր ընկերներին ձեզ մաղթում եմ, որ կարողանաք ձեր նոր ընկերների շատ լավ ընդունեք ձեր խումբ, ու այնպես անեք, որ իրենք հեջեմանի ջերմությունը միանգամից զգան։ Եվ դե ինչ ասեմ, դժվար է լինելու, բայց անհաղթահարելի չի լինելու, դուք ամեն ինչ կարող եք։ Ձեզ բարի երթ եմ մաղթում միջին դպրոց եւ խոսքը փոխանցում տիկին Մարինային։ Սիրելիներ, ահա եւ ժամանակը եկավ իրար հրաժեշտ ասելու եւ ես շատ հուզված եմ իհարկե, շնորհավորում եմ ձեզ, շատ գեղեցիկ միջոցառում էր, շատ տպավորիչ էր, որ 6 վերակայական թեման այսպես կարողացաք ձեր միջոցառման մեջ այս գեղեցիկ ձևով ցույց տալ ձեր անցած ճանապարհը եւ ուզում եմ նաեւ ասել, քանի որ ճանապարհի մասին ենք անդադ խոսում, ճամպրուկներն էլ բերեցիք, տեսնենք ինչով էին լցված ձեր ճամպրուկները։ Կարծում եմ շատ գիտելիքով, կարողություններով, հմտություններով, դա պարտադիր։ Կար նաև, կարծում եմ, հաստատ կար ջերմության զգացումը, հոգատարության, ընտանիքի զգացումը, միասնականության զգացումը։ Տանում եք ձեր հետ, կարծում եմ, ճամպրուկներում ձեր ուսուցիչների սրտերի մի մասը հաստատ տանում եք եւ ոչ միայն ուսուցիչների, նաեւ ամբողջ կրսեր դպրոցի անձնակազմին։ Ու կարծում եմ, մի շատ կարևոր զգացողություն պետք է լինի այնտեղ, որը մենք փորձել ենք ձեզ տալ, կարծում եմ եւ համոզված եմ։ Դա այս զգացողությունն է, որ դուք ձեր վերաբերմունքով, ձեր մտքերով, գաղափարներով, ձեր գործողություններով հաստատ փոխելու եք աշխարհը դեպի լավը։ Դուք կարող եք այն անել, դուք տեսնում եք դա ամեն օր ինչպես է անում տաճեմարանը։ Շնորհավորում եմ եւ մաղթում եմ ձեզ բարի երթ։ Հիշում եք, չէ, առաջին դասարանում ձեր անունները կարդացիք, բարձրացաք բեմ, ես ձեր անունը կարդացի, տիկին Մարինան ձեր ջերմանական փողկապը կապեց ձեր պարանոցին։ Հիմա նմանատիպ բան ենք անելու, բայց փողկապի փոխարեն ձեզ ենք հանձնելու կրսել դպրոցի ավարտական վկայականները։ Դրանք իմ ձեռքում են, պայմանավորվեք, որ բոլոր լավ լուսանկարներ ունենան, ես ձեր անունները կկարդամ, կմոտենաք տիկին Մարինան կհանձնի ձեր վկայականը, կկանգնեք առջևի շարքում։ Հիմա խնդրել եմ մի կես քայլ բոլորը հետ գնաք, որ խմբի երեխաները վկայականները ստանան, առջևում արագ իրար կողք կանգնած կնկարվեն եւ կարող են իջնել նստել իրենց ծնողների մոտ։ Սկսելու են 421 խմբից, ինչպես բոլոր տողաների, եւ 425 խմբին հատուկ ծափահարեք իրենց համբերատարության համար։ Վկայական տրվում է Արևիկ Գրիգորյանին առայն, որ նա 2026 թվականին հաջողությամբ ավարտել է միջազգային բակալավրիատի կրսել դպրոցի ծրագիրը։